Ամեն արարք ունի հետևանք, երբ որ տղամարդը գոռում է կամ կնոջ վրա ձեռք է բարձրացնում, հետագայում իր իսկ երեխան իր հետ է այդպես վարվելու, ոչ միայն իր կնոջ հետ, նույնիսկ իր հետ։ Ունեմ մի ընտանիք, որի հետ աշխատում եմ, հարսը մշտապես բռնության է ենթարկում ամեն ինչի համար, որովհետև դու Instagram ունես, ամուսինդ ուշ եկավ, իսկ դու չէիր սպասում, քնել էիր ամուսնու կողմից, սակայն կեսուրը հոգեբանական բռնության է ենթարկում։ Երբ որ հարսը ծեծված, ջարդված, կապտուկներով իջնում է եւ սկեսրարը հարցնում է ինչ է պատահել, քանի որ հարսը այն վիճակի մեջ է, որ դու չի պատասխանում սկեսրարին, կեսուրը ասում է դե իրար հետ յոլա չեն գնում։ Չի ասում, որ հարսը ծեծի է ենթարկվել, ասում է իրար հետ յոլա չեն գնում։ Տեսեք ինչքան է հարսի արժանապատվությունը զրոյացնում։ Այսինքն այն պատասխանատվությունը, որ միայն իր տղայինն է, ինքը հավասարապես դնում է երկուսի վրա։ Ինչ ուզում է այդ պահին կատարվի, միևնույն է տղամարդը իրավունք չունի կնոջ վրա ձեռք բարձրացնել, բայց կեսուրը, որ ընտանիքի ավակն է, ասում է դե իրար հետ յոլա չեն գնում։ Որտեղ է այստեղ արդարությունը։ Իսկ արդարությունը նրա մեջ է, որ հետո նույն զավակը կարող է իր մոր հետ այդպես վերաբերվել եւ հավատացեք ինքը իր մոր հետ շատ կոպիտ է խոսում։